Հարձակվում են, պատառոտում մարդկանց հագուստը, վախեցնում, վնասում։ Ազատ շրջող շները դարձել են վաղարշապատի ամենամեծ վախը։ Հաճախ նրանց թիրախը երեխաներն ու տարեցներն են դառնում։ Մի քանի ժամ առաջ մեր համախոհն ասում էր հազիվ փախաշանից ու եկել էր այստեղ հարցով։ Այո, լինում են, շատ են լինում, բազմիցս լսում ենք եւ մեր ընտրարշավների ժամանակ, նույնիսկ ժողովրդի հետ խոսելու ժամանակ մենք մոնիտորինգել ենք իրականացրել եւ գույքագրել ենք այդ խնդիրը։ Համայնքի քաղաքապետի Ժառանգություն կուսակցության տեխնացու Արկադի Փայտյանի փոքրիկ աղջկա վրա եւս շները հարձակվել էին։ Պատառոտել երեխայի հագուստը։ Ինչպես հայրն է պնդում, մի կերպ են շան հանել աղջկան։ Ասում է, լավ է, որ մարմնական լուրջ վնասվածք չի ստացել։ Մեզ հարակից այս փողոցում թափառողջները հարձակվել են եւ ճիշտ է մարմնական վնասվածք չի ստացել, բայց պատառոտել են հագուստը, հազիվ ենք փրկել այսպես։ Այդ խնդիրը ունենք եւ մեր ծրագրով պատրաստում ենք լուծել այդ խնդիրը։ Շները, ինչպես նշում են բնակիչները, ագրեսիվ են դառնում հատկապես երեկոյան ժամերին։ Քաղաքում զբոսնելը, եկեղեցի գնալը կամ պարզապես գործով A կետից B կետ անցնելը վտանգավոր է դարձել։ Հարձակվել են իմ աղջկա վրա են գործիքով, կանոնով դասի գնալիս, վախեցրել են, էլի երեխեք կան, էլի մարդիկ կան։ Հիմա չգիտեմ, ես դրա լուծումը որը կլինի։ Միգուցե քաղաքապետարանը մի բան մտածի։ Դժգոհում ենք մենք շներից, շատ վտանգավոր են, հատկապես երեկոյան ժամերին։ Իհարկե։ Ամեն դեպքում, եթե չեն էլ հարձակվում, մարդիկ շատ ավելի զգուշ են, լարվում են, էլի։ Անգամ դուք էլ որ քայլեք, կզգաք, որ շատ են, իրոք շատ են, բայց թե ինչ պետք անես, երբ որ ասենք բայց ագրեսիվ են նաև։ Կան ագրեսիվներն էլ ինչ չէ, նամանավանդ ու ժամի 12-1 կողմերը, մարդիկ կլեն, որ ասենք դուս են գալի ման գալու, կամ ասենք ինչ-որ մի տեղ է տալու, պատահել է, որ ասենք հարձակվել են, ասենք վրեկները։ Մեր գյուղը սաղ թափառող շունա, սաղ ջերմոցները ճղում է, սաղ բույսերը վնասում է, երեխեքին ուտում է։ Փողոցային չխնամվող շների խնդիրը նոր չէ այս քաղաքում, պարզապես լուծում այս տարիներին որևէ համայնքապետ չի տվել։ Այս տարի գրեթե բոլոր տեխնացուներն էլ խնդիրը ներառել են իրենց նախընտրական ծրագրում։ Նախկինում գոյություն ուներ ոստիկանությանը կից շների վարժեցման կենտրոն, որտեղ տանում էին եւ շներին վարժում է, այդ մասը ազատ է մնացել։ Պիտի փորձենք այդ գերատեսչություններին համապատասխան դիմելով կարողանանք փոխադարձ համաձայնություն գտնել մեր ժողովրդի շահը սպասարկելու համար, այսինքն այդ շներին տեղակայել այնտեղ եւ ստեղծել այդ պայմանները։ Ժառանգություն կուսակցության տեխնացուն էլ իր տարբերակն ունի հարցը կարգավորելու համար։ Ասում է, ուսումնասիրել է տարբերակներն ու ամենաարդյունավետ գործիքակազմն է ընտրել։ Կպատրաստենք կինոլոգներ, որպեսզի կարողանան զբաղվել եւ հետագայում այդ շներին գերակրման կետեր, չիպավորման կետեր, որպեսզի տեսնենք, թե որտեղ են թափառում այդ շները, եթե թափառում են, եւ ինչու ոչ, նաեւ ворթեգրման քաղաքականությունն է լինելու, որպեսզի շների ворթեգրում ցանկացողները բնականաբար կօգտվեն այդ առիթից։ Երկու տեխնատուներն էլ միանշանակ հայտարարում են, կենդանիներին ոչնչացնելու տարբերակն անընդունելի է։ Պարզապես պետք է նրանց խնամել, չիպավորել, վարժեցնել ու հանձնել խնամակալության։ Սդամ Ակադյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։